Համաձայն եք Փաշինյանի հետ, որ Հայաստանն ընդհանրապես չունի թշնամի եւ բարեկամ պետություն։ Ոչ։ Համաձայն չէ։ Իր ասածները կարիք էլ չկա մեկնաբանել։ Թշնամի եւ բարեկամ չունի։ Չէ, ոչ չունի։ Ինքն ասում է, որ ընդհանրապես չունի։ Չէ, ունի, խի չունի։ Ո՞նց կարա այդպես բանել։ Ամենալավ նախագահ։ Չէ, համաձայն։ Չէ։ Խի չունի։ Քաղաքականություն ծերու մարդկանք։ Համաձայն եք։ Ոչ։ Հա, շատ լավ։ Մենք ինչի՞ թշնամի ունենանք։ Չունենք։ Ես համաձայն եմ Փաշինյանի հետ բոլոր հարցերում։ Նա շատ ճիշտ է մտածում։ Ես այդ հարցերում չկամ, Սիրուն ջան։ Բայց չունի Հայաստանը թշնամի պետություն կամ բարեկամ։ Մեր ամենամեծ թշնամին Թուրքն է։ Իմ ծնողները դժվել են, ես դժվել եմ, հիմա էլ պետք է աշից գալ Երևանստեղ։ Հիմա դուք իմ փոխարեն կարող եք պատկերացնել այդ ինչ անշան։ Այդ ամեն ինչը մեր ուղեղից հոգուց դուրս չի եկել, չի կարա դուրս գա։ Ներում են միշտ այն մարդուն, որ փոխում է այդ 5000 երիտասարդ մատխաշ երեխեքին վերացնողը։ Ճիշտ ասած, ես լրիվ դեմ եմ իր ամեն քայլին, ամեն խոսքին, ամեն ինչին, իր պահվածքին ես ամաչում եմ, որ նման վարչապետ ունեմ։ Բայց Հայաստանը ստեղ չունի թշնամի պետություն կամ բարեկամ։ Դենց չգիտեմ։ Դժվար հարց եք տալիս ներկա պահի համար։ Արդեն չգիտես ով է ճիշտ, ով է սխալ, ով է կեղծ, ով է անկեղծ։ Ես դրա համար ինձ համար շատ դժվար է։ Ոչ, համաձայն չեմ։ Ինչու է Փաշինյանն ասում, որ չունի։ Փաշինյանը օրենքներին չի տիրապետում, մեր սահմանադրությունն էլ ուզում է խախտի։ Իրավունք չունի նա այդ հայտարարություններ անի։ Ո՞րն է Հայաստանի թշնամի պետությունը։ Չգիտեք։ Ձեզ եմ հարցնում։ Ադրբեջանը, Թուրքիա։ Իսկ ինչու Փաշինյանը չգիտի այդ մասին։ Ամեն ինչ էլ գիտի Ադրբեջանի ու Թուրքիայի մասին, բայց խեղաթյուրում է ժողովրդին։ Ինչպես է թշնամի ու բարեկամ։ Չունի ոչ թշնամի պետություն, ոչ բարեկամ։ Եթե Նիկոլ Փաշինյանն ասե, ուրեմն ճիշտ է ասել։ Մենք թշնամի պետություն չունենք ձեր կարծիքով։ Եթե Նիկոլ Փաշինյանն ասե, ուրեմն չունենք։ Իր հետ ցանկացած հարցում համաձայն եք։ Համաձայն եմ։ Որտեվ ճիշտ ղեկավար է, ճիշտ է ղեկավարում։ Որ քայլն է ճիշտ։ Բոլոր քայլերը։ Օրինակ։ Օրինակ տեսնում եք այս ավտոբուսները, այս քաղաքի երթևեկությունը, ինչքան ավտոբուսներ են աշխատում։ Հայաստանը միայն Երևանն է։ Ինչու՞ է միայն Երևանը։ Ամբողջ մարզերում, ասֆալտապատում, մանկապարտեզ, բոլոր մարզերում ասֆալտապատում, մանկապարտեզներ, դպրոցներ, դու առաջվա դպրոցները տեսել եք։ Մտել եք մարզերի դպրոցները, չեք մտել, ձեր տարիքը թույլ չէ տալիս, որ դու մի 15 տարի առաջ մտածել էիք։ Այն ժամանակ ավերակներ, հիմա մտեք տեսեք ինչ դպրոցներ, ինչ մանկապարտեզներ։ Բայց քանի դպրոցներ 500 ոչ մի թշնամուն, ոչ մի բան չի անցնել։ Արցախը Նիկոլը չի անցնել, դաշնակներն են անցնել, գնացեք պատասխանեք։ Նիկոլը չի անցնել, Նիկոլը մեղք չունի։ 2002-3 թվին են անցնել Քոչարյանը, Սերժը, արցախցիները, հենց իրան Ղարաբաղցիները, իրանց կլանը ավելի ճիշտ, ոնց ոչ թե սովորական ժողովուրդը, նրանք են անցնել։ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է, շատ ճիշտ ղեկավարում։